Ավելի քան 5000 մարդ հավատացին, առավել անոնց գիներն ու ընտանիքները։ Ամբողջ այս ուշադրությունը կրկրեց հոգևոր առաջնորդները, եւ նախքան օրվան ավարտը անոնք սերբակալեցին Պետրոսն ու Հովհաննեսը եւ փանդը նետեցին, ինչի իման վրա Հիսուս Քրիստոսի հարությունը քարոզեցին։ Սատուկեցիները հարության չէին հավատար եւ այժմ դարձան եկեղեցու նոր թշնամին։ Անոնք գադեին խաչին պատկամը։ Խորհրդին առջև Պետրոս կհարցնե. արդյոք մենք դատվինք այն բարի գործին համար, որ հիվանդ մարդումը համար կդարվեցավ։ Ան շարունակեց. մենք այս հրաշքը ըրինք Նազովրեցի Հիսուս Քրիստոսի անունով, որուն դուք խաչեցիք եւ որուն Աստված մեր elներեն հարուցանեց։ Սինեդրիոնը չի գնար ուրանալ, որ հրաշքը դեղի ունեցավ։ Անոնք ազատ արձակեցին Պետրոսն ու Հովհաննեսը։ Անգամ եւս եկեղեցիին միանալով Պետրոսն ու Հովհաննեսը պատմեցին իրենց պատմությունը եւ բոլորը հավատքով անդրադարձ ունեցան։ Միասնաբար անոնք Աստծմե համարձակություն խնդրեցին շարունակելու իր խոսքին բաժնեկցումը։ Անոնք չէին աղոթեր, որ հալածանքը դադրի, այլ գաղոթեին, որ քաչը լան, որ անոր թիմանան։